1993 թվականին Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ թեմի այդ ժամանակվա փոխանորդ եւ ներկայիս ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաեւ բարերարների աջակցությամբ Հայաստանում հիմնվեցին առաջին հայորդյաց տները։ Այսօր դրանք 8 կրթական կենտրոններ են, որոնք գործում են Երևանում եւ Մարսերում, որտեղ երեխաները սովորում են երաժշտություն, լրագրություն, սպորտ, պար, արհեստներ ու արվեստ։ Հայորդյաց տները ոչ միայն կրթում են, այլև ձևավորում են ազգային մտածողություն, ինքնություն եւ արժեքներ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մալաթիայի հայորդաց տունը կառուցվել է դեռևս 1973 թվականին, իսկ 93 թվականին այն անցել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ենթակայության ներքո եւ այդ օրվանից սկսած Մալաթիայի հայորդաց տուն հաճախել են հազարավոր երեխաներ, ովքեր ոչ միայն սովորել են մասնագիտական ունակություններ, այլև արժանի հետևորդ են եղել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, ձևավորվել են որպես անհատականություն, ընդհանրապես հայորդաց տները յուրահատուկ միջավայր են, որտեղ երեխաները ոչ միայն սովորում են, կրթվում, մասնագիտական ունակություններ ձեռք բերում, այլև ձևավորվում են որպես անհատ, իրենց հոգևոր, մտավոր, բարձր զարգացվածությամբ։ Մի քանի տարվա վերանորոգումից հետո այսօր արդեն կրկին իր դռներն է բացել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մալաթիայի հայորդաց տունը։ Այն հիմնովին վերանորոգվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից։ Շնորհակալություն ենք հայտնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին այս նախաձեռնության համար եւ իհարկե այն բարերարներին, որոնց աջակցությամբ Մալաթիայի հայորդաց տունը հիմնովին վերանորոգվել է եւ այսօր կրկին ընդունում է իր սաներին։ Ընդ որում գալիս են այստեղ նաեւ այն ծնողները, ովքեր ժամանակին ուսում են առել այստեղ, գալիս են իրենց գեղեցիկ հուշերով եւ բերում են արդեն իրենց երեխաներին։ Եվ այսօր Մալաթիայի հայորդաց տանը գործում են 15 դասարաններ, նախաձեռնություն է իրականացվել նոր դասարանների բացման ուղղությամբ, գործելու է լողավազան եւ այն թիվը, որ այսօր կա Մալաթիայի հայորդաց տանը երեխաների առումով, դա առաջիկայում կրկնապատկվելու եւ եռապատկվելու է։ Շնորհակալություն Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությանը։ Այսօր մեր երեխաների եւ պատանի տարիքի հասած աղջիկների եւ տղաների համար ամենացանկալի ուղղությունները, որոնք դասավանդվում են հայորդաց տանը, դրանք են գեղանկարչություն, մանրանկարչություն, խեցեգործություն, քանդակագործություն, պար, դհոլ, ինչպես նաեւ լողավազանը, որ օրեր հետո արդեն կբացվի եւ պատրաստ կլինի դիմավորելու մեր փոքրիկներին, որպեսզի մասնակցեն նաեւ լողի դասերին։ Քրիստոնեական դասընթացների շրջանակներում մեր աշակերտները ծանոթանում են Հայաստանի այդ առաքելական Սուրբ Եկեղեցու հարուստ ժառանգությանը, ստանում են հոգևոր գիտելիքներ, ինչպես նաեւ կերտում են նրանց հոգևոր աշխարհը, դառնալով ներդաշնակ, կայուն եւ խաղաղ։ Մյուս դասընթացների շրջանակներում մեր աշակերտները ունենում են մեծ բաց հորիզոն իրենց առջև, որպեսզի շարունակեն որպես մասնագիտություն կամ իրենց կյանքի ընթացքում օգտագործելով իրենք դառնան ստեղծող մարդիկ, արարող մարդիկ։